Սուրճ ու սեր առավոտից։ Իննանցը 30 բարի գալուստ Հանրային ռադիոյի ուղիղ եթեր։ Բարի գալուստ հարգելի ռադիո լսողներ, ողջունում ենք բոլորիդ եւ առավոտից մաղթում իմիայն հաճելի լավ տրամադրություն։ Եվ սկսում ենք Սկսում ենք, այո, Տիգրան Հարությունյան, Լուսինե Մուրադյան, ունենք լավ տրամադրություն, կարոտացենք ձեզ, հասցրեցինք այս երկու օրերի ընթացքում կարոտել ձեզ, այնպես որ առավել ջերմ է լինելու այսօրվա մեր շփումը ձեզ հետ։ Հունվարի 29-ն է, օրը 5-շաբթի, 2026 թվական, օրը աշխատանքային է, բոլորը արթնացել են եւ մենք տեսանք, թե ինչպիսի խցանումներ արդեն կան մայրաքաղաքում եւ բոլորը շտապում են աշխատանքին։ Կարևորը մենք չփոթվեցինք եւ չասացինք օրը 2-շաբթի, այլ ասացինք 5-շաբթի, որովհետեւ որպես կանոն, երբ աշխատանքային շաբաթվա ընթացքում բոլորս տանն ենք լինում, տպավորությունը թե Կիրակի է։ Ոչ, այսօր 5-շաբթի է։ Բոլորին մաղթում ենք հաջող աշխատանքային օր եւ միասին սկսում ենք օրը լավ տրամադրությամբ։ Սուտետունը սարանցյարի, հոգիս դատարկ ու խավար, ախի միարը չկա կողքի սիրտս կուլա հարանցյար։ Մի թող աչքս ճամպի ծառի, մի թող աչքս ջուր դառնա, իմ դարմանը քո աչքերն են, քո աչքերն ինձ դեղուճար, գարուն եկել սիրտս լծվել քունս պախել սիրունջան, սեր եմ գտել կաղքի միջին թարլան և սիրունյական, գարուն եկել սիրտս լծվել քունս պախել սիրունջան, սեր եմ գտել կաղքի միջին թարլան և սիրունյական։ Գնամ սիրտս բանամ, դարդաս պատմեմ անցվորին, թող որ լուրը հասնի յարիս յարս հերվից հագալիս։ Արար աշխարհման են եկել, չկա քեզ պես աննման, մեկ ատիկ ես սղոնց միջին սիրտս նա վեր քեզ կտա, գարուն եկել սիրտս լծվել քունս պախել սիրունջան, սեր եմ գտել կաղքի միջին թարլան և սիրունյական, գարուն եկել սիրտս լծվել քունս պախել սիրունջան, սեր եմ գտել կաղքի միջին թարլան և սիրունյական։ Գարուն եկել սիրտս լծվել քունս պախել սիրունջան, սեր եմ գտել կաղքի միջին թարլան Գարուն եկել սիրտս լծվել քունս պախել սիրունջան, սեր եմ գտել կաղքի միջին թարլան և սիրունյական։ Չգիտես մի բարի, դու է պարը, չգիտես մի բարի Սուրճ ու սեր առավոտից։
Դե իհարկե սուրճ ու սեր առավոտից, դե իհարկե հանրային ռադիոյի ուղիղ եթերից։ Դե իհարկե եւս մեկ անգամ բարի լույս, ողջունում ենք բոլորիդ եւս մեկ անգամ հարգելի ռադիոլսողներ եւ առաջարկում հնարավորության դեպքում ոչ միայն մեզ լսել, այլև դիտել մուտք գործելով armradio.am կայք, դիտել կոճակը սեղմելով եւ իհարկե մուտք գործելով Facebook-յան հարթակ հայատար գրում եք Հայաստանի հանրային ռադիո, եթե դեռ չեք միացել մեզ եւ հետեւում լայվին, չեք մոռանում հետաքրքիր ու լավ մեկնաբանություններ ուղարկել մեզ, մենք սիրով սպասում ենք։ Դե ինչ, իսկ մենք անցնենք մեր պարտականությունների կատարմանը, ինչպես ասում են, հիմնական պարտականությունների կատարմանը, անհրաժեշտ տեղեկատվության մասին է խոսքը, սկսենք ինչպես միշտ եղանակից, այս պահին Երևանում -3 է, օրվա ընթացքում միջև այդպես -1-2 եմ Բոստոնում։ Իմիջիայլոց նախորդ օրերի համեմատ մի քիչ տաքացել է կարծես եղանակը, բայց դա սուբյեկտիվ իմ կարծիքն է։ Գուցե մենք ենք ընտելացել։ Ես քայլել եմ այսօր, այդքան չեմ սարճել, որքան մի քանի օր առաջ ճիշտն ասած, դու դրա համար։ Հանրապետության տարածքում այսօր հունվարի 29-ից 3-ը սպասվում է եւս առանց տեղումների եղանակ։ Դա չգիտես, ուրախանաս թե լաս, չէ, որովհետև առանց տեղումների ենթադրում է նաև ցուրտ։ Միգուցե։ Երևանում նույնպես առանց տեղումների եղանակ է եւ օրվա ընթացքում փաստորեն կհասնենք միջև -2 ցերեկային ժամերի մասին է խոսքը։ Դե հուսանք կհատենք այն սահմանը օրերից մի օր մոտ Մի ապագայում։ քիչ էլ դիմանանք եւ ամեն ինչ լավ Որ արդեն ասենք, որ տաքություն է, ոչ թե ցուրտ։ Դե բնությունը չունի վատ եղանակ, ինչպես Դե ասում են։ իհարկե, եւ եղանակով պայմանավորված նաև բոլորիս հետաքրքրում է թե ինչ վիճակում են միջպետական եւ հանրապետական նշանակության մեր ավտոճանապարհները։ Դրանք բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման եւ ավազով մշակման աշխատանքները։ Նաև տեղեկացնենք Վարդենյանց լեռնանցքը դժվար անցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար, միայն անվաշղթաների կիրառմամբ է հնարավոր, աշտարակի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը 80-ից 100 մետր է, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի եւ Կապանի տարածաշրջաններում ձյուն է տեղում եւ իհարկե հորդորում ենք մեր շատ սիրելի վարորդներին ուշադիր լինել, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության բոլոր կանոնները եւ երթևեկել բացառապես ձմեռային անվատողերով, մի քիչ էլ զիջող լինել։ Վերին լարցնել փակ է բեռնատար մեքենաների համար, դա էլ ասենք։ Սա էլ իմացանք։ Տեղափոխվենք այս պահին մայրաքաղաքի ճանապարհներ 6 բալ է խցանումների նիշը, այո 7 չէ, ավել չէ, բայց Ացյարի ուտես, որքան թեթև են լինում խցանումները, այդքան շատ են լինում իհարկե վթարները, ցավոք այդպես։ Դու իրավացի ես, եթե րոպեներ առաջ ունեինք 3 վթար, ապա թիվը դարձավ 4։ Դե լավ էլի, լուրջ ես ասում, 3-ը քիչ էր, 4-ն ավելացավ։ 4 ավտովթար ունենք այս պահին եւ հիմա փորձեմ անդրադառնալ։ Այդ դրա համար էլ հաճախ ենք հորդորում լինել ավելի զգոն, ավելի զգույշ, պահպանել որոշակի հեռավորություն սահմանված, հարգել միմյանց եւ երթևեկել կանոններին համապատասխան մեկ մեքենա առաջ գնալով կարմիր լույսի տակ միևնույն է կանգնելու եք, չկա այլ տարբերակ։ Ահա, աշտարակից դեպի Երևան եկող ավտոմայրուղու վրա այս պահին ունենք ծանրաբեռնվածություն եւ մեկ ավտովթար։ Սա էլ իմացանք։ Շարունակեմ, ես դժվարությամբ եմ փորձում այսպես քարտեզը աշխատացնել, հիմա բացատրեմ հաջորդ վթարը որտեղ է։ Ունենք մեկ ավտովթար Մեգամոլի հարող տարածքում։ Կրկին ծանրաբեռնված հատված։ Ունենք Շիրազի փողոցի վրա Աչափնյակում ավտովթար եւ կարծես թե այսքանը։ 3-ը ասացիր, 4-ը բա ուր է։ Կորցրիր։ Հիմա գտնեմ 4-ն էլ։ Թե ես եմ սխալ հաշվել, չգիտեմ, բայց 4-ն է, չէ։ Դու ճիշտ էիր։ Ահա։ Գտար։ Սա էլ 4-ը 4-ը կոմպլեքս մոլի մոտ է, ես ասացի։ Հա, դա արդեն ասացիր։ Եվ իհարկե փորձենք հասկանալ խցանումները հիմնականում բան չի փոխվել, չէ՞, նույն ծանրաբեռնված փողոցներն են, Իսակովի պողոտան։ 6 բալ է այս պահին։ Իսակովի պողոտա, բնականաբար, չէ՞։ Ճիշտ եմ արդեն։ Այո, դու իրավացի ես։ Կիևյան, Բաղրամյան։ Աթենքի փողոց։ Աթենքը միշտ առաջին տեղում է, մշտական ունի։ Բայց ընդհանուր առմամբ իհարկե տանելի է։ Ավելի տանելի է, այո, քան օրեր են եղել, երբ ավելի անտանելի է եղել իրականում։
Տեղափոխվենք օդային տարածք։ Տեղափոխվենք օդային տարածք, դիտում ենք սա ժամանումների սանդղակը եւ տեսնում ենք, որ բոլոր չվերթները ժամանակին են վայրեջք կատարելու Հայաստանի Հանրապետություն, բոլորին ասում ենք բարի գալուստ։ Մեկնումների սանդղակում կրկին ամեն ինչ ժամանակին է, ոչինչ չի փոխվել եւ ասում ենք բարի ճանապարհ, լավ էմոցիաներ եւ բարի վերադարձ։ Տեսնենք ինչ կա չկա տարադրամի շուկայում եւ ծանոթանանք Հայաստանի կենտրոնական բանկի սահմանած տարադրամի օրվա փոխարժեքներին։ Ամերիկյան $1 օրվա փոխարժեքը 378 դրամ է, 1 եվրո 449, 1 ռուբլին 4.9 դրամ է, վրացական 1 լարին 140 դրամ է եւ Արաբական Միացյալ Էմիրությունների 1 դիրհամի օրվա փոխարժեքը 103 դրամ է։ Սա էլ իմացանք, հարգելի ռադիոլսողներ, կարծես թե ամփոփ տեղեկությունները, որ մեզ պետք են գալու տնից դուրս գալուց առաջ արդեն գիտենք։ Այո, արդեն գիտենք այն ինչ անհրաժեշտ է այս պահի համար, քիչ անց նաեւ կբացենք օրվա օրացույցը։ Սուրճ ուսեր առավոտից։ 9:44 եւ մենք իհարկե շարունակում ենք մեր ընթացքը հունվարի 29-ը օրը 5 շաբթի։ Եվ տեսնենք թե բացենք պահոցը ու հասկանանք թե ինչ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունեցել պատմության մեջ այսօրը ովքեր են ծնվել եւ իհարկե ինչ հետաքրքիր տոներ կան, գուցե ինչ որ չափ նաեւ տարօրինակ։ Դե ինչ գնացինք։ Սկսենք միջազգային օրերից, այսօր միջազգային պատերազմի միջուկային պատերազմի սպառնալիքի դեմ մոբիլիզացիայի միջազգային օրն է։ Ահա։
Կա այդպիսի փաստորեն նոր։ Այո, Թող չլինեն պատերազմներ, առավելևս միջուկային պատերազմներ եւ թող չլինեն Դե գիտես, սպառնալիքներ։ մարդիկ բոլորն են ցանկանում խաղաղություն, բայց արի ու տես, որ պատերազմները ինչ որ չափ նաև դարձել են բիզնես։ Ցավոք այդպես է։ Կա այդպիսի բան, Այո։ կա այդպիսի բան, իհարկե, բայց թող չլինեն։ Թող չլինեն, միանշանակ թող չլինեն։ Մենք միայն խաղաղության կողմնակից ենք։ Իդեպ ասենք, որ միջուկային պատերազմի սպառնալիքի դեմ մոբիլիզացիայի օր ամբողջ աշխարհում նշվում է Դելի հռչակագրի ընդունման օրը, որի հիմնական նպատակն է եղել միջուկային սպառազինության մրցավազքի դադարեցման, աշխարհի երկրների միջուկային զինանոցի կրճատման եւ աստիճանական ոչնչացման ու միջուկային պատերազմի սպառնալիքի վերացման կոչը։ Սա էլ իմացանք։ Գնանք առաջ։ Գնանք առաջ, բնականաբար ինչպես միշտ օրացույցը հարուստ է Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային տոներով, հետաքրքիր տոներով։ Հետաքրքիր է նկատել ես, այդպիսի օր չկա, որ նրանք հետաքրքիր ինչ-որ տոն չունենան։ Յուրաքանչյուր օր ունեն փաստորեն բազմազանություն է։ Շատ հետաքրքիր է եւ շատ ողջունելի իրականում։ Խնդրեմ, գլուխ կոտրուկի ազգային օրեն այսօր նշում Գլուխ նահանգներում։ կոտրուկի, ինչա, ինչ հետաքրքիր է։ Եգիպտացորենի չիպսերի ազգային օր։ Դե։ Այսպիսի օր էլ կա։ Մեխակի ազգային օրեն նշում Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ առաջնորդող շների ազգային օրն է այսօր։ Առաջնորդող։ Այո, առաջնորդող Լավ։ շների օր։ Նաեւ մեծ պարիկի ազգային օր։ Պարիկի։ Այո, կեղծամի օր։ Կեղծամի օրն է փաստորեն։ Դե գնանք առաջ հասկանանք էլ ինչ Տեսնենք այլ երկրներում էլ ինչ Իմիջայլոց կա։ աշխատանքի զվարճանքի աշխատավայրում զվարճանքի ազգային Այս օր։ լավ բան է։ Շատ դուրս եկավ, ինչ անենք մենք այսօր, որ զվարճանանք, ինչ որ չափ նաև նյարդայնացնենք մի քիչ, չափի մեջ մեր գործընկերներին։ Միգուցեև Եթե իրենք մեզ չնյարդայնացնեն, մենք չենք նյարդայնացնի, այո։ Ռուսաստանում հետաքրքիր Ասա։ օր է նշում մազերը անշտապ հյուսելու օր։ Դա ո՞րն է։ Պարզապես առանց շտապելու մազերդ հյուսում ես։ Լավ, ինչևէ։ Չգիտես, տարօրինակ տոն է, չգիտեմ մենք ինչ գիտենք ասեմ։ Սուրբ Վալենտինի տոնը, բայց Իսպանիայում այսօր Վալերոն է։ Սուրբ Վալերոյի Դե հա, տոնը։ նույն Վալերոն է, էլի։ Դե Այնտեղ Վալերոն Վալենտին, Վալենտինն է, այնտեղ ոչ։ Վալերո։ Վալերոյի օրն է Դե նշում։ կարևորը վյով է։ Հիշում ես այդ անեկդոտը, որ ասում է, չեմ հիշում լավ, բայց հաստատ գտարով էր սկսվում, բայց Ինչ որ նման մի բան, չէ՞։ չէ, սեյով է սկսվում, բայց պարզվում է գագիկս։ Այս դեպքում վյով է սկսվում։ Վյով է սկսվում, այո։ Լավ, տոնական այսպես օրացույցը դնենք մի կողմ, հասկանանք իրադարձություններից ինչ է տեղի ունեցել այսօրը տարիներ առաջ։ Դե ինչ, թերթենք պատմության մեջ այսօրը եւ հասկանանք։ Առաջին արհեստական երիկամն է ստեղծվել 1960 թվականի հենց այսօրը։ 1927 թվականին Անգլիայի առաջին անգամ հայտնվել Անգլիայում լոգասենյակով հյուրանոցը։ Իսկ մենք հիմա լոգասենյակով այնքան ենք լկստվել, որ լոգասենյակով հյուրանոցը դեռ բավարար չէ, ասում ենք Երանի այնտեղ լինի լոգասենյակում նաև լինի ջակուզի, ինչու ոչ։ Բայց հետաքրքիր մի բան, որը էլի ճոխության հյուրանոցների շքեղության հետ ինչ որ չափ առնչություն ունի, Լաս Վեգասի կազինոներից մեկում մատուցողուհի Սինտիա Ջեյնը շահել է $35 միլիոն։ Դա եղել է ամենախոշոր շահումը խաղային ավտոմատով, դա տեղի է ունեցել 2000 թվականին, եթե անկեղծ ասեմ, ոչինչ չեմ հասկանում են մարդկանց, որոնք ժամերով կարող են նստել այդ ապարատների դիմաց ու ոչինչ չմտածեն, ուղակի սեղմեն այդ կոճակը։ Հետո։ Մենք ազարտ մարդիկ չենք կարող Ազարտի հարցը չի, այդ ազարտն էլ պիտի ունենա տրամաբանություն, լոգիկա, մտածողություն։ Դե, եթե կա ազարտ, էլ արդեն ամեն ինչ։ Դա լավ, մի քիչ չենք հասկանում այս առումով, այո։ Իդեպ Երևանի Պետական Համալսարանի բանասիրական ֆակուլտետն է բացվել այսօրը 1923 թվականին։ Ավտոսիրողների համար ունենք լուր 1886-ին Կարլ Բենցը գրանցել է ներքին այրման շարժիչով առաջին մեքենայի արտոնագիրը։ Տեսնում ես։ Երևի թե այսքան իրադարձություններից տեսնենք հայտնի մարդիկ ովքեր ծնվել են այսօրը։ Տարիներ առաջ օպերային ճանաչված երգիչ Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեգամ Գրիգորյանն է ծնվել այսօր 1951-ն է նրա ծննդյան տարեթիվը։ Շնորհավոր ենք միանշանակ, գնանք առաջ եւ հասկանանք ել ովքեր են ծնվել։ Uriah Heep խմբի վոկալիստն է ծնվել, David Byrne-ը 1947 թվականի այսօրը։ Շարունակենք թերթել։ Ռուս գրող Անտոն Պավլովիչ Չեխովի ծննդյան օրն այսօր, նա ծնվել է 1860 թվականին։ Սա էլ իմացանք։ Վերջ կարծես թե, հա։ Կարծես թե վերջ, փակենք։
Փակենք օրացույցը եւ երկե շարունակենք մեր ընթացքը։ In my heart when it all comes crashing down. Anytime I hear your name out in public, there's a place that I go every time that you're in town. It's just me in my nights, in my stomach. And it's true, it wasn't easy getting over you, but that's just what I had to do. Whatever, whatever, we were never good together. I'll be here and you stay there. Truth is I never cared. Whatever, whatever, 2 years that ain't forever. I'll be here and you stay there. Won't see me cry no tears. 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 Never mind, never mind. Feels like you were never mind. Go lose myself in the arms of a stranger. And yeah, it sucks sometimes in love. You try your best, but it doesn't work out, and it don't matter either way. Oh yeah, whatever, whatever. We were never good together. I'll be here and you stay there. Truth is I never cared. Whatever, whatever. 2 years that ain't forever. I'll be here and you stay there. Won't see me cry no tears. 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 Whatever, whatever. We were never good together. I'll be here and you stay there. Truth is I never cared. Whatever, whatever. 2 years that ain't forever. I'll be here and you stay there. Won't see me cry no tears. Սուրճ ու սեր առավոտից։ 9:53 մենք շարունակում ենք միասին վայելել ձմեռային առավոտը, դուք լսում եք Հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Այո, շարունակում ենք եւ նաեւ շարունակում ենք հետաքրքիր տեղեկություններ պեղել ձեզ համար հարգելի ռադիոլսողներ։ Հիշեցնենք, որ այսօր միջուկային պատերազմի սպառնալիքի դեմ մոբիլիզացիայի օրն է։ Մենք քիչ առաջ դրա մասին խոսեցինք եւ հետաքրքիր մի տեղեկություն ենք ուզում ներկայացնել ձեր ուշադրությանը։ Շատերը գուցե համացանցում հանդիպել եք այդ տեղեկություններին, որ միլիարդատերները բունկերներ են պատրաստում, որպիսի ապահովագրեն իրենց, եթե հանկարծ Աստված մի արասցե երկրագնդում ինչ որ բաներ տեղի ունենան անդառնալի եւ արի ուտես դրա հետ կապված հետաքրքիր մի լուր ենք ուզում ներկայացնել ձեր ուշադրությանը։ Այո, Մարկ Ցուկերբերգի նման օրինակ գործիչները, ով ներդրում է կատարել Հավայան կղզիներում հսկայական բունկերի մեջ, կամ Պիտեր Թիլի նման գործիչները, ով բացահայտ խոսում է ապոկալիպսիսային ծրագրերի մասին, հաճախ մեկնաբանվում են որպես մոտալուտ աղետի նշաններ։ Այո, դա կա եւ սակայն հոգեբանները նաեւ զգուշացնում են, որ ծայրահեղ արտոնյանների վախերը իրական սպառնալիքի վատ ցուցիչ են։ Իրականում հակառակը կարող է ճիշտ լինել։ Այնպես որ Դե հանրային համոզմունքը պարզ է, եթե աշխարհի ամենահարուստ եւ ամենաազդեցիկ մարդիկ պատրաստվում են աղետի, ապա գուցե նրանք գիտեն ինչ-որ բան գիտեն, որ մենք չգիտենք, չէ։ Այս գաղափարը տեղափոխվում է երկարատև մշակութային պատմության մեջ, որը հարստությունը կապում է բացառիկ ինտելեկտի, հեռատեսության կամ գաղտնի տեղեկատվության, այսպես հասանելիության հետ։ Եվ եթե մենք այսպես պատմության անիվը թերթենք, կտեսնենք հակառակը, որովհետև էլիտաները հաճախ են գերագնահատում որոշ ռիսկեր, թերագնահատում մյուս
մյուսները ֆինանսական ճգնաժամերից մինչև համավարակներ եւ բոլորի աչքի առաջ ծավալվող քաղաքական ցուցումներ եւ այս դեպքում պատրաստվածությունն արտացոլում է անհանգստություն, այլ ոչ թե հեռատեսություն։ Զուտ փող ունեն, չգիտեն որտեղ ծախսել, մտածում են ապահովագրեն իրենց։ Դե լավ, հիմա թող ապահովագրեն։ Միլիարդատերերի այդ բունկերները ավելի լավ է հասկանալ որպես ծայրահեղ արտոնությունների հոգեբանական արդյունք։ Դե արի այդպես էլ հասկանանք, դեպետ ոչինչ չգիտես ինչ տեղի կունենա, ինչ տեղի չունենա, այդուհանդերձ հոգեբան Դենիել Կանեմանի խոսքով մարդիկ մեծապես կախված են մաչելիության հևրիստիկայից, վառ եւ հուզականորեն լիցքավորված սցենարներն ավելի հավանական են թվում, պարզապես այն պատճառով, որ տպավորիչ են դրանք եւ ինչ որ չափ մտածում ֆանտաստիկայի ժանրից, որը գուցե դառնա իրականություն։ Միգուցե ինչպես ասում են գումարը այլտեղ չկա ծախսել, որոշել են բունկեր Դե պատրաստել։ գիտես, մարդիկ մտածում են, չգիտես ինչ տեղի կունենա, իրականում մենք ենք հաճախ նաև մեր թշնամին լինում, հենց մարդիկս մեր թշնամին եւ գուցե ժամանակակից զարգացվածությունը ոչ թե ի նպաստ մեզ ենք օգտագործում, այլ հակառակը։ Եվ այս պարագայում, քանի որ բազմաթիվ ֆանտաստիկ ֆիլմեր ու գործեր կան այդ թեմաներով, իսկ մենք տեսնում ենք, որ այնքան արագ է տեխնիկան զարգանում, գիտությունը զարգանում, որ շատ ֆանտաստիկայի ժանրից գործեր իրականություն են դարձել։ Հիմա մտածում են գուցե մեկ էլ տեսար, բա որ հանկարծ մի խոսքով ինչ ասենք, այդպես էլ է լինում, բայց ես մի ֆիլմ հիշեցի։ Ինչ ֆիլմ։ Don't Look Up։ Մի նայեք վերև ֆիլմը, խորտ կտամ քեզ էլ նայես այդ ֆիլմը, խոսում է մարդկային անլրջության, խոսում է վտանգները չտեսնելու եւ կարեւորը թողած անկարևորի հետևից ընկնելու եւ հետևանքների մասին։ Սա մի ֆիլմ է, որը դաս է նաեւ բոլորին, ովքեր չեն տեսնում իրական խնդիրները։ Եվ հոգեբանները մեզ ամենավերջում այսպես իրենց զարգացումն են ներկայացնում, էլիտայի անհանգստությունը նույնը չէ, ինչ գիտելիքը։ Երբեմն ապագայից ամենաշատը վախենում են նրանք, ովքեր ամենակիչ դժվարություններն են ապրել եւ հետեւաբար ամենակիչն են կարողանում պատկերացնել կորուստը։ Այո, այդպես է, փորձությունները ավելի ուրիշ են, թույլ են եւ կոփված չեն, հա, այսպես ասենք, դժվարություններին այդքան էլ կոփված չեն, սովորել են արդեն այդ ցոփ շվայտ կյանքի, բայց իրականում սա կատակ այնպես չի, որ եթե մարդիկ հարուստ են, միլիոնատեր են, ուրեմն խնդիրներ չունեն։ Նրանք էլ են մարդ մեզպես, առավոտյան արթնանում են, գնում են, լվացվում են եւ այլն եւ այլն եւ այլն։ Այնպես որ պաշտոնը կամ կարգավիճակը դա դեռ ոչինչ չի նշանակում։ Դե ինչ քիչ անց մենք սպասում ենք լուրերի մեր գործընկերոջը կհետևեք ժամը 10-ի թողարկմանը, որից հետո մենք տեղափոխվելու ենք գրքերի աշխարհ։ Still half your age. Yeah, you looking at me like I'm some sweet escape. Obvious that you want me, but I said I would want myself. Baby, please believe me. I'll put you through hell just to know me, yeah. So sure of yourself, baby, don't get greedy. That shit won't as well. He said I'm just curious. Is this for real or just an I can't tell if you love or hate me. Never met someone
Ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարև ձեզ, ռադիո լուրը շարունակում է աշխատանքը, տաղավարում Հասմիկ Մարտիրոսյանն է, ժամի թեմաները նախ համառոտ։ Ապագայում եւս Հայաստանն ու Ադրբեջանը կպահպանեն խաղաղությունը եւ կշարունակեն համագործակցությունը, Ստրասբուրգում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը։ Սատարում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, ընդգծել է ԵԽԽՎ նախագահը։ Չի թուլանում Վաշինգտոն-Թեհրան լարվածությունը։ Իրանը մտնում է Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հետ հակամարտության 3-րդ փուլի պատասխան ԱՄՆ նախագահի սպառնալիքների, ասել է Իրանի փոխարգործնախարարը։ Թեմաները ընդգրկուն վարքյաններ անց։ Եվ այսպես արգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ ելույթ է ունեցել Ստրասբուրգում, այս տարի լրանում է Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակը։ ԵԽԽՎ-ում ունեցած ելույթում Միրզոյանը խոսել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կատարված աշխատանքի եւ ընթացող զարգացումների մասին։ Արտաքին գործերի նախարարը ԵԽԽՎ-ում ունեցած ելույթի ընթացքում նշել է, որ Բաքվում դեռևս պահվող 19 գերիների ազատ արձակումը նշանակալի ներդրում կլիներ Հայաստան-Ադրբեջան հաշտեցման գործընթացում։ Միրզոյանը շեշտել է, որ թեև վերջին տարիներին Հայաստանը ցավալի փորձությունների է ենթարկվել, այդ թվում պատերազմի եւ դրան հաջորդած մարդասիրական հետևանքների, կատարել է խաղաղության հստակ եւ գիտակցված ընտրություն, ձեռնարկելով վճռական քայլեր, որոնք թույլ են տվել Հարավային Կովկասին շարժվել դեպի խաղաղություն։ Միրզոյանը նշել է, որ մասնավորապես օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովը նշանավորեց պատմական շրջադարձային պահ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի համատեղ հռչակագրի ստորագրմամբ, որտեղ ԱՄՆ նախագահը որպես վկա էր։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը նոր հեռանկարներ է բացել տարածաշրջանային խաղաղության համար։ Այս մասին էլ Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովի նստաշրջանին ասել է կառույցի նախագահ Պետրա Բայերը։ Նրա բնորոշմամբ այս կարևոր քայլը համընկնում է նաեւ մեկ այլ կարևոր ուղենիշի հետ, քանի որ Հայաստանը այս տարի նշում է Եվրոպայի խորհրդին անդամակցելու 25-ամյակը։ Այժմ միջազգային անցուդարձի մասին։ ԱՄՆ նախագահը սպառնում է հարվածել Իրանին, եթե Թեհրանը չհամաձայնի միջուկային համաձայնագիր կնքել։ Իրանի իշխանություններն էլ հայտարարել են, որ բաց են բանակցությունների համար, սակայն նաև պատրաստ են պատասխանել ագրեսիային։ ԱՄՆ նախագահը առաջին անգամ չէ, որ սպառնում է Իրանին եւ ներկայումս ուսումնասիրում է Իրանի դեմ հարվածների տարբեր տարբերակներ։ Քիչ առաջ գրել է BBC-ն. Հուսով եմ, որ Իրանը արագ կնստի բանակցությունների սեղանի շուրջը եւ կհամաձայնի արդար ու իրավահավասար գործարքի, ոչ միայն միջուկային զենք, որը ձեռնտու կլինի բոլոր կողմերին, ժամանակը սպառվում է, գրել է Թրամփը սոցիալական ցանցում։ Իսկ ահա 2018 թվականին առաջին նախագահական ժամկետի ընթացքում Թրամփը դուրս էր եկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրից։ Նախորդին էլ հայտնել է, որ Իրանին է մոտենում հսկայական արմադա, սա Աբրահամ Լինքոլ հզոր ավիակրի գլխավորությամբ ավելի մեծ նավատորմ է, քան այն, որը ուղարկվել էր Վենեսուելա։ Պարսից ծոց Իրանի ափերի մոտ արդեն ժամանել է ԱՄՆ ավիակրային հարվածային խումբը, առայժմ անհայտ է արդյոք Թրամփը կկատարի սպառնալիքները, սակայն ինչպես կարծում են ռազմական մեկնաբանները, հարվածի համար անհրաժեշտ ուժերը արդեն կենտրոնացված են։ Եվ Թեհրանը խոստացել է պատասխանել Վաշինգտոնի հնարավոր հարվածին, մասնավորապես Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շամխանիի խոսքով պատասխանը ուղղված կլինի ոչ միայն Միացյալ Նահանգների եւ Իսրայելի, այլ նաեւ բոլոր այն երկրների դեմ, որոնք կաջակցեն ագրեսիային։ Իսկ ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը ի պատասխան Միացյալ Նահանգների նախագահի սոցցանցային գրառումների հայտարարություն է տարածել, ընդգծելով Իրանը պատրաստ է երկխոսության հիմնված փոխադարձարգանքի եւ շահերի վրա, սակայն եթե Իրանին ստիպեն, նա կպաշտպանի իրեն եւ կպատասխանի այնպես, ինչպես երբեք չի արել, ասված է հայտարարության մեջ։ Իսկ ահա Իրանի արտգործնախարարը երեկ հերքել է Միացյալ Նահանգների նախագահի հնչեցրած հայտարարությունը, որի համաձայն Թեհրանը վերջին օրերին մի քանի անգամ ուղղակիորեն դիմել է Վաշինգտոնին բանակցություններ սկսելու խնդրանքով։ Reuters-ի փոխանցմամբ Արաքչին ասել է. «Մենք կապի մեջ ենք միջնորդ պետությունների հետ, որոնց հետ խորհրդակցությունները շարունակվում են։ Միացյալ Նահանգների հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ վերջին օրերին շփումներ չեն եղել»։
Եվ լրահոսի վերջին լուրը ռուսական կողմը Ուկրաինայի նախագահին հրավիրում է Մոսկվա, Ռուսաստանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում նախագահի օգնական Յուրի Ուշակովը ասել է. մենք Զելենսկուն հրավիրում ենք Մոսկվա, եթե նա պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ։ Ուշակովը ընդգծել է, որ երաշխավորում են Զելենսկու անվտանգությունը եւ աշխատանքի անհրաժեշտ պայմանները։ Նույն հարցազրույցում ռուսաստանցի պաշտոնյան նաև ասել է, որ Պուտին-Զելենսկի բանակցությունների անցկացման հնարավորությունը առաջարկել է քննարկել ԱՄՆ նախագահը։ Երեկ էլ Ուկրաինայի արտգործնախարարը հայտարարեց, որ Ուկրաինայի նախագահը պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ եւ քննարկել երկու հարցերը, որոնց շուրջ Աբու Դաբիում անցած շաբաթվա եռակողմ բանակցությունների ժամանակ կողմերը չեն համաձայնել։ Այժմին այսքանը տաղավարում աշխատեց Հասմիկ Մարտիրոսյանը, ցտեսություն։ Սուրճ ու սեր առավոտից։ Դու կարծել աղջիկ ամենից սիրում Քեզ երկում եմ սեր դու ես իմ սրտում Տես երկինքը մեզ շպտում է կարծես Ինչ անեմ ասա ես սիրում եմ քեզ Կողմն է ամեն ինչ աշխարհը սիրում Քեզ իմ սերն ու կյանքն եմ նվիրում Երջանիկ եմ երջանիկ որ կա կողքիս մի աղջիկ Որը կյանք է ու շարթանք է մի հատիկ Երջանիկ եմ երջանիկ որ կա կողքիս մի աղջիկ Որը կյանք է ու շարթանք է մի հատիկ Երբ կողքիս ես դու, էլ չկա ոչինչ Աշխարհը կարծես, աչքերը քո ջինջ Շպիտը տանուչ, երեսդ պայծառ Ու չհասկացա, ոնց հոգիս մտար Կսիրեմ անվերջ, դու ինձ հավատա Իմ քաղցերս ոնց ես քեզ կտա Երջանիկ եմ երջանիկ, որ կա կողքիս մի աղջիկ Որը կյանք է ու շարթանք է մի հատիկ Երջանիկ եմ երջանիկ, որ կա կողքիս մի աղջիկ Որը կյանք է ու շարթանք է մի հատիկ Երջանիկ եմ երջանիկ, որ կա կողքիս մի աղջիկ Որը կյանք է ու շարթանք է մի հատիկ Երջանիկ եմ երջանիկ, որ կա կողքիս մի աղջիկ Որը կյանք է ու շարթանք է մի հատիկ Որը կյանք է ու շարթանք է մի հատիկ Որը կյանք է ու շարթանք է մի հատիկ Սուրճ ու սեր առավոտից։ 10:08 րոպե մենք վերադարձանք, հիշեցնենք հունվարի 29-ը օրը 5 շաբթի, դուք լսում եք Հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Այո, հարգելի ռադիոլսողներ, եւ հաճախ ցուրտ ձմռան օրերին մեզ ջերմացնում են ընկերական շփումները, հանդիպումները, ինչու ոչ նաև հետաքրքիր ու կարևոր միջոցառումները, որ կազմակերպվում են ձեզ համար եւ դրա վառ ապացույցն է իհարկե գրքերի հերթական տոնը, որը New Make Winter Fest-ը, որովհետեւ ամեն տարի փետրվարին, երբ այդ գեղեցիկ գրքի մեծ տոնը իրականացվում է, բազմահազարանոց այցելություն է տեղի ունենում եւ
կարծես կարող ենք այս պարագայում ասել ասեղ գցելու տեղ չի լինում։ Այո, զուր չէ, որ ասում են դա տարվա ամենասպասված ձմեռային գրական եւ մշակութային իրադարձությունն է։ Այո, այնպես որ այս տարի փետրվարի 7-ին է կայանալու New Meg Winterfest 2026-ը Dwin Music Hall-ում է այնտեղի ունենալու տարվա ամենասպասված ձմեռային գրական եւ մշակութային իրադարձություններ։ Փառատոնի համակազմակերպիչն է նաեւ Թովմասյան բարեգործական հիմնադրամը։ Դե չենք մոռանում, որ նմանատիպ փառատոնները նաեւ շատ կարեւոր են։ Գրականության ու արվեստի ձմեռային փառատոնը միավորում է հայ հեղինակներին, ընթերցողներին, մշակութային համայնքներին, իհարկե ստեղծելով կենթանի հարթակ գրական հանդիպումների, քննարկումների, գրքերի ներկայացուցիչների համար։ Եվ այս տարի New Meg Winterfest 2026-ում կներկայացվի միանգամից 4 հայ հեղինակի գիրք։ Եվ այդ մանրամասները քիչ անց մեր հյուրերի հետ անպայման կպարզենք։ Այո, կպարզենք, թե որ հեղինակներն են եւ ինչ գրքեր են, ոգևորում է Սա հրաշալի հարթակ է նաև հայ հեղինակներին ներկայանալի դառնալու, ծանոթացնելու ընթերցողին իրենց գործերի հետ։ Այնպես որ եթե ունեք նոր գրականության պահանջ, կարող եք գնալ գրքի փառատոն։ Ինձ թվում է գիրք սիրողի համար միշտ կա այդ գրականության պահանջը, որակյալ գրքերի, ստեղծագործությունների ընթերցանության պահանջը։ Ես նկատել եմ, որ այն մարդիկ, որոնք շատ են սիրում ընթերցանություն, իրենց համար գիրք կարդալը հաց ուտելու պես մի բան է, ջուր խմելու պես մի բան է, լավ առումով կախվածություն է, առանց դրա չեն կարող։ Սա ինչու ոչ, մեկ գավաթ տաք թեյ կամ սուրճ, խարույկ, եթե հնարավոր է տանը, պատշգամբի գոգին նստում ես, նստել, վայելել ձմեռային տեսարանը լուսամուտից եւ կարդալ։ Լավ երաժշտությունն էլ թող ուղեկցի։ Համամիտ եմ քեզ հետ։ Que no hay dos sin tres, que la vida va y viene y que no se detiene, y qué sé yo. Pero miénteme aunque sea, dime que algo queda entre nosotros dos, que en tu habitación nunca sale el sol, ni existe el tiempo ni el dolor. Llévame si quieres a perder a ningún destino, sin ningún porqué. Sé, mi corazón que no ve, es corazón que no siente, corazón que te miente, amor. Pero sabes que en lo más profundo de mi alma sigue aquel dolor por creer en ti, que fue de la ilusión y de lo bello que es vivir. ¿Para qué me curaste cuando estaba herido si hoy me dejas de nuevo el corazón partido? ¿Y quién me va a entregar sus emociones? ¿Quién me va a pedir que nunca la abandone? ¿Quién me tapará esta noche si hace frío? ¿Quién me va a curar el corazón partido? ¿Quién llenará de primaveras este enero y bajará la luna para que juguemos? Dime si tú te vas, dime cariño mío, ¿quién me va a curar el corazón partido? Sobra, nunca fue compartir sino dar limosna, amor. Si no lo sabes tú, te lo digo yo. Después de la tormenta siempre llega la calma, pero sé que después de ti no hay nada. ¿Para qué me curaste cuando estaba herido si hoy me dejas de nuevo el corazón partido? ¿Y quién me va a entregar sus emociones?
Սուրճ ու սեր առավոտից։ 10:16 րոպե դուք շարունակում եք լսել հանրային ռադիոյի առաջին ալիքը եւ այս պայն մենք ակնկալում ենք բոլոր մանրամասները Newmec Winterfest 2026-ի մասին եւ սիրո ուզում ենք ողջունել մեր հյուրերին Newmec հրատարակչության մուլտիմեդիա բովանդակության պատասխանատու խմբագիր Մանու Յուրիցյանին ասում ենք բարի լույս։ Նաև Impedance վեպի հեղինակ ռազմական բժիշկ Դավիթ Գևորգյանն էլ դատավարում բարի լույս։ Բարի գալուստ հանրային ռադիո։ Շատ ուրախ ենք, որ ձմեռը փորձում եք ջերմացնել յուրատեսակ գրքերով, պատմություններով, այո։ Եվ փորձում եք նաև գրքային տոն դարձնել այդ օրը, որովհետև արդեն փաստ է, որ այդ օրը տեղ ու դադար չի լինում, այդ մեծ սրահում, այդ մեծ տարածքում եւ նույնն է այնքան շատ է մարդկանց հոսքը, որ մի պահ շունչդ կտրվում է։ Սա իհարկե ուրախացնող փաստ է։ Մենք ժամանակին ասում էինք, որ գիրք կարդալ չեն սիրում, հիմա ինչ ենք ասում։ Սիրում են գիրք կարդալ, այո, եթե կա շատ առաջարկ, եթե կան հետաքրքիր բազմազան առաջարկներ, կա որակյալ գիրք, որովհետև ժամանակակից ընթերցողի համար դա էլ է կարևոր։ Իհարկե։ Ժամանակները փոխվում են, մենք ուզում ենք որակյալ թերթով, գեղեցիկ շապիկով, աչքին հարմար, տառատեսակով եւ գրված, իհարկե ժամանակակից գործեր ենք ուզում։ Եւ նաեւ ժամանակակից, այո, իհարկե շատ կարևոր է, որ ժամանակակից մենք իհարկե դասական որոշ գրքեր ունենք, բայց գլոբալ, այո, մենք ուզում ենք հետ չմնալ ժամանակակից տենդենսներից եւ ընթերցողներ, ուզում ենք կարդալ այն, ինչ կարդում է այս պահին ամբողջ աշխարհի ընթերցողը։ Ես գաղտնիք բացեմ, այն ժամանակները, դա խոսում եմ 15 տարի առաջվա մասին, երբ ուզում էի ժամանակակից գրականություն կարդալ, ես ստիպված կարդում էի ռուսերեն, որովհետեւ հայալեզու չկար, ու դարձավ այնպես, որ սկսել եմ ինքնաբերաբար գրքերը կարդալ ռուսերեն։ Շատ ճիշտ է, բոլորս ենք այդ փուլն անցել, ստիպված կարդացել ենք ռուսերեն, այո, կամ բնօրինակով կամ փառքաստու որ ունենք, հա, մայրենիով գրքեր եւ այն շատ որակյալ գրքեր մենք արդեն ծանոթել ենք, որ 4 նոր գիրք է ներկայացվելու 4 հայ հեղինակի նոր գիրք անցնենք նորություններին թերևս որոնք են։ Այո, սովորաբար ես մի փոքր պատմեմ եւ հետո մեր հեղինակին խոսքը տանք։ Ձմեռային փառատոնին մենք սովորաբար հայ հեղինակներ ենք ներկայացնում։ Այստեղ ասում ենք բրավո, այո, կարծես ավանդույթ է դարձել եւ այս տարի նույնպես ունենք 4 հեղինակ, մեկը Հենրիխ Մխիթարյանն է բնականաբար իր ինքնակենսագրական ընդհանրապես մի քանի ամիս անց իտալերեն հրատարակությունից հետո հայերեն հրատարակվել։ Գործակցություն է, չէ՞ լրագրողի հետ։ Այո, ինքը սպորտային լրագրողի հեղինակի հետ է համագործակցել։ Թարգմանություն է, այո, ասենք, իմ կյանքը միշտ կենտրոնում, այո, Հենրիխ Մխիթարյանը Ալչատոյի հետ գրել է այս գիրքը եւ մենք այն թարգմանել ենք հայերեն, այո, Հենրիխն արդեն կարդացել է հայերեն գիրքը, հավանել է եւ կլինի այդ օրը շնորհանդեսը փետրվարի 7-ին։ Բացի այդ մենք ունենք եւս մեկ ոչ fiction գիրք, դա Գոր Կարապետյանի LinkedIn 101-ն է։ Ինձ թվում է շատ հետաքրքիր ձեռնարկ է լինելու բոլոր այն մարդկանց համար, ովքեր ուզում են բիզնեսի, առաջնորդության ոլորտում հաջողության հասնել հենց LinkedIn սոցցանցի միջոցով, որովհետեւ պարզվում է Գորի գիրքը կարդալուց հետո այն իրականում շատ մեծ հնարավորություններ ունի, որը ոչ բոլորս գիտենք։ Սովորաբար մենք այո, Facebook-ի նման ենք օգտագործում, այս թվում է թե մի նկար դնենք, մի քանի ընկեր ունենանք բավական է, բայց ոչ LinkedIn-ը իրականում շատ լուրջ գործիք է։ Ալգորիթմներն այլ կերպ են աշխատում եւ գրագիտություն է պետք է այնտեղ ճիշտ։ Հենց այդ ամենի մասին Գորի գիրքն է եւ միշտ փորձում է այո, ժամանակակից, այո, առաջնորդության, բիզնեսի ոլորտի մարդկանց համար օգտակար որևէ գործիք առաջարկել։ Եվ եւս երկու գիրք ունենք, որոնք արդեն fiction են, գեղարվեստական են, մեկը Մարիանա Հակոբյանն է, ինքն ավելի ծանոթ է լրագրողների կամ ընթերցողների, այո, շրջանում, այս անունները չփոխել, այո, հետաքրքիր դետեկտիվ ժանրի թրիլեր է, որ պատմեմ կհասկանաք ինչի մասն է գիրքը, բայց այս վերնագիրն ենք ընտրել, որովհետև մոտարպես մի 20 տարի անց բացահայտում է մի շատ հետաքրքիր դաժան միջադեպ, որի հերոսներից ոմանք կերպարները ողջ են դեռ եւ կոչը նրանց է ուղղված չփոխել անունները, չփոխել պատմության ընթացքը, որովհետև սուտը միշտ բացահայտվում է մոտավորապես այսպես ինտրիգային գիրք է շատ, այո, եւ հետաքրքիր ընթերցանության համար շատ
Մենք Մարիանային էլ կհրավիրենք մեր տաղավար, մանրամասներ կներկայացնի։ Եվ 4-րդ գիրքը Դավիթ Գեորգյանի, ոչ թե Գևորգյան, այլ Գեորգյան, Իմպեդանս վեպն է։ Դավիթ Գեորգյանը հաղթել է մեր եւ Թոմասյան հիմնադրամի գրական մրցույթում, երիտասարդ գրողների մրցույթում։ Մենք ստացել ենք շատ հայտեր եւ ժյուրին ընտրել է Դավիթի գիրքը։ Նա գրող չէ, ռազմական բժիշկ է, այո, եւ արդեն ինքը կպատմի թե ինչպես դիմեց եւ ինչպես հաղթեց այս մրցույթում։ Ու ընդհանրապես ինչու որոշեցիր գիրք գրել։ Դա շատ հետաքրքիր պատմություն է։ Իրականում պատահական ստացվեց, ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ որ տենց սոցցանցերում տեսանք մի փաստաթղթի հրապարակում 19 թվականներ, եթե չեմ սխալվում, այդ փաստաթղթում խոսում էին 1956 թվականին Հայաստանում կառուցված միջուկային ռազմաբազայի մասին, բայց գիրքը իրականում գեղարվեստական է, իրական փաստերի հիման վրա չի, միայն այդ փաստաթուղթն է, որն ամբողջությամբ փոփոխված է գրքի մեջ։ Մոտիվացրեց այդ փաստաթուղթը։ Մոտիվացրեց, հա։ Փաստաթուղթն էլ ինքնին հրապարակվել է ԱՄՆ արտաքին հետախուզության վարչության կողմից, բայց որևէ ստույգ տվյալներ կամ բարձաբանումներ չկան, էլի։ Գիրքը ամբողջությամբ գեղարվեստական է։ Ռազմական բժիշկ, գիրք, իրադարձությունների զարգացում, ի վերջո գիրք գրելը այդքան էլ հեշտ բան չի։ Մենք լրագրող ենք, մենք տեքստերի հետ աշխատանք ունենք, նյութեր լուսաբանելու հմտություն ունենք, բայց որ գիտես, որ գիրք գրելը մի քիչ ուրիշ։ Այ ոնց սկսվեց, թուղթ ու գրիչ վերցրեցիք, թողեցիք հիվանդների անամնեզները, անցակ այլ տետր վերցրեցիք, ոնց եք արել։ Չէ, իրականում քննարկումներից սկսվեց ամեն ինչ, տենց ընկերական շրջապատում խոսեցի, որ տենց գաղափար ունեմ, միտք ունեմ գրելու։ Խորհուրդ տվեցին, որ սկսեմ, գուցե ստացվի։ Առանձին նոթատետր գնացիք եւ ազատ ժամանակ մտքերը հանձնում էիք տեքստին, այդպես էիք անում։ Մոտավորապես հա։ Մոտավորապես Հետաքրքիր է։ Ճիշտն ասած շատ հետաքրքիր է, հատկապես ինչն է կարևոր։ Միջուկային զենքի մասն է, արդեն պատկերացնում եք, ֆիզիկա եւ այլն, այո, եւ այնքան մանրամասն է Դավիթը նկարագրում այդ ռեակտորը, օրինակ, կամ ինչպես է գործարկվում ռեակտորը, որի արդյունքում ստեղծվում է մանրամասն։ Այո։ Դե ոչ մասնագիտական խորությամբ, բայց որքան որ հնարավոր է։ Որքան հնարավոր է փորձել եմ մոտեցնել process-ները իրականությանը, այսինքն գրքում նկարագրել եմ այդ երևույթները նենց, ոնց պետք է լիներ իրականում։ Բայց ինչն է հետաքրքիր, ոչ թե պարզապես միջուկային զենքի մասին գեղարվեստական գիրք է, այլ այն միստիկ էլեմենտներով, տենց էզոթերիկ շրջադարձերով թրիլեր է, իսկապես շատ հետաքրքիր։ Շատ խորհրդանշական եք մեզ սիրեք, էլի դե այսօր միջուկային պատերազմի սպառնալիքի դեմ մոբիլիզացիայի միջազգային օրն է։ Իսկ մի հարց գրքում տեղ գտել են միլիարդատերերը, որոնք բունկերներ են պատրաստում, որովհետև այսօր դրա մասին էլ ենք խոսում։ Դա հիմնական։ ԽՍՀՄ-ի 56 թվականն են դեպքերը ոչ։ Դավիթ, այ հիմնական ասելիքը, հա, ուղերձը գրքի որն է, եթե փորձենք այդպես ամփոփ ներկայացնել։ Գիրքը կարող եմ այսպես ասել, նաև մարդու մասին է, մարդու ապրումների հոգեբանության, որովհետև գրքում տեղ գտած հերոսները փորձում են համատեղել իրենց աշխատանքը գաղափարախոսության եւ նաև անձնական կյանքի հետ եւ փորձել եմ նկարագրել այն մարդու ապրումները, ով միաժամանակ գտնվում է գերգաղտնի ռազմաբազայում, ծանր գաղափարախոսության տակ եւ այդ ամենը փորձում է համատեղել իր անձնական կյանքի կենցաղի հետ։ Եթե հարցնում եք ինչի մասին է, մարդու մասին է, մարդու ապրումների մասին։ Իսկ մեծամասամբ մտքերը, գաղափարախոսությունները ձեր մտահոգություններն է։ Ոչ, չէ։ Չկա ձեզնից։ Իրականում շատ հետաքրքիր կերպարներ են, հետաքրքիրն ինչ է, որ մի տեղում են հայտնվում տարբեր ճակատագրեր, կենսագրություններ ունեցող մարդիկ, հայեր, Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից եկած եւ բոլորի կյանքը փոխվում է այդ
գետնափոր, գաղտնի, ռազմաբազայի միջոցով եւ հետաքրքիր ինչ է գրքում շատ հետաքրքիր ընտանեկան պատմություն կա, սեր կա, ընկերություն կա, միստիկ ինչ որ բաներ կան, երբ մարդիկ ուզում են չեն բավարարվում միայն մեր աշխարհով, ուզում են զուգահեռ աշխարհներ մտնել։ Մի խոսքով իսկապես շատ հետաքրքիր կերպարներով, հետաքրքիր երկխոսություններով մեր կյանքի մասին է, հա։ Մտորելու տեղ իհարկե, անպայման։ Այստեղ հարցեր առաջանալ կներես, ավելի շատ հարցեր են առաջանալու, թե մեր հարցերի պատասխաններն ենք գտնելու կարդալով։ Չէ, կառաջանան ավելի շատ հարցեր։ Բացի գրքերի շնորհանդեսներից մենք տեղյակ ենք, որ նաև հետաքրքիր եւս մեկ նախաձեռնությամբ է հանդես գալու ձմեռային փառատոնը, մանրամասները ակնկալում ենք հիմա ձեզանից։ Մենք սովորաբար ինչու ենք ասում գրքի եւ արվեստի փառատոն, որովհետեւ ուզում ենք, որ այդ օրը չլինի միայն գիրք կարդալու, գիրք գնելու եւ գրքերի մասին խոսելու, մենք ուզում ենք գիրքը ներկայացնել ավելի համապարփակ արվեստի տեսանկյունից եւ արվեստի մեջ որպես ամենակարևոր ճյուղերից մեկը։ Այդ պատճառով մենք սովորաբար միայն գրքի շնորհանդեսներ չենք անում, 4 գրքերի շնորհանդեսներից առաջ, հետո եւ զուգահեռ կլինի համերգ, սկիզբը ինչպես միշտ սովորաբար անում ենք դասական կամ ժողովրդական, այս անգամ Միքայել Ոսկանյանը կլինի տրիոյով, այո, ունենալու ենք շատ հետաքրքիր մրցանակաբաշխություն, որը կարծում եմ շատ դուր կգա այն ստեղծագործողներին, շարադրությունների, ստեղծագործական տարբեր մրցույթներ կլինեն, որտեղ հաղթողները հետաքրքիր մրցանակ կստանան, բացի այդ կլինի եւս մեծ պարային շոու էթնիկ ոճի, սա նույնպես կարծում եմ հետաքրքիր է, մենք պարային շոուներ դեռ մեր փառատոններին չենք ունեցել, սա նորություն է, վերջում էլի համերգ փառատոնը Կամփոֆի մեծ ելույթով հայություն բենդի եւ պանելային քննարկում կլինի ֆինանսների հաջողության հասնելու մասին, դա այսինքն մարդը կարող է գալ սկզբից մինչև 12:00-ին կեսօրին սկսվում է, այո, եւ կարող է գալ եւ մինչև վերջ մնալ, իսկ առաջին հարկում անընդհատ լինելու է շատ հետաքրքիր մի արվեստագետի կտավների ցուցադրությունը Լիլիթ Նշանի, շատ հետաքրքիր արվեստագետ է, կնոջ դերը հասարակության մեջ, սիմվոլներ, հայկական էթնիկ տարբեր նշաններ, այս ամենի մասին հետաքրքիր կտավների ցուցադրություն է, որը զուգահեռ նույնպես առողջ փակման արարողություն կա, որքան գիտեմ։ Այդ փակման արարողությանը մենք եւս մեկ գրական մրցույթի մասին կհայտարարենք, որ մենք ամեն տարի ձմեռային փառատոնին հայտարարում ենք որևէ գրական մրցույթի մասին։ Առաջին տարին Արցախցի գրողների մրցույթ էր, մենք հրատարակեցինք Հերմինե Ավագյանի գիրքը, որը հաղթել էր, երկրորդ տարին Դավիթ Գեորգյանի գիրքն էր, երիտասարդ գրողների, այս տարի նույնպես որևէ գրական մրցույթ կհայտարարենք։ Որերորդ տարին է, որ անցկացվում է արդեն։ Սա արդեն 5-րդն է ձմեռային փառատոնի։ Ինչ է փոխվել այս տարիների ընթացքում առհասարակ այցելուների մտածելակերպում եւ գրքասերի, հա, այսպես մոտեցումը փառատոնին։ Կարծում եմ մենք ինչու միայն գրքի փառատոն չարեցինք, որովհետեւ շատ մարդկանց հետաքրքրեն գրավենք։ Մտածում ծուղակն եք գցում։ Այո, բայց այդպես մտածում էինք, բայց պարզվեց, որ գլխավոր ծուղակն իրականում եւ գիրքն է մարդկանց համար։ Այո, իհարկե մարդիկ կան, որ գալիս են միայն համերգների համար, շոուների համար, բայց անկեղծ մենք նկատեցինք, որ մեր գրքի տաղավարում շատ հաճախ երկար հերթեր են լինում եւ ամենևին միայն շոու, համերգ եւ պարեր տեսնելու համար չեն գալիս։ Կարծում եմ դա է փոխվել, որ մենք հասկացանք մեր ընթերցողին, մեր ընթերցողը գիտի որտեղ մեզ հանդիպել, որովհետեւ այդ օրը նախ մուտքն ազատ է, երկրորդը հեղինակների հետ են հանդիպում եւ երրորդը գրքերը զեղչով են գնում։ Եվ ստորագրությամբ, այո, եթե ուզում են նոր հեղինակների ստորագրությամբ, կարծում եմ դա շատ կարեւոր է, որովհետեւ գիրքը ամեն դեպքում հաճելի, բայց նաեւ թանկ իրե։ Դրա համար այդ օրը մարդիկ գալիս են նաև գիր գնելու։ Մենք ունենք անակնկալ նաև մեր ռադիոլսողների համար այդ ամենի մասին, կարճատև դադարից հետո։
Սուրճ ու սեր առավոտից։ 10:31 դուք շարունակում եք լսել եւ դիտել հանրային ռադիոյի առաջին ալիքը եւ մենք շարունակում ենք զրուցել Newmec Winter Fest-ի մասին։ Տաղավարում մեր հյուրերն են Newmec հրատարակչության մուլտիմեդիա բովանդակության պատասխանատու խմբագիր Մանոն Իրիցյանը եւ Impedance վեպի հեղինակ ռազմական բժիշկ Դավիթ Գեորգյանը։ Մենք բացահայտումներ ենք անում նաև փառատոնի շնորհիվ, որովհետև սա հիանալի հարթակ է ոչ միայն ընթերցողների համար, այլև տեղական գրողների, հայ գրողների համար, որովհետև կար մի ժամանակ, որ կարծես մեռյալ շրջան լիներ գրականության համար, ոչ ոք հնարավորություն չուներ, չգիտեր ինչպես այդ ամենն անել, նաև թարգմանչական արվեստի մասով էր շատ տխուր վիճակ, որովհետև դա էլ ուրիշ մի աշխարհ է։ Այս պարագայում հնարավորություն է ստեղծվում երիտասարդ հայ գրողներին նաև մեծ հարթակում ներկայացնել իրենց գործերը։ Իհարկե, որովհետև այս դեպքում Newmec եւ Թոմասյան հիմնադրամ մրցույթը հայտարարելուց հետո, երբ ընտրվում է հեղինակը, օգնում են հեղինակին խմբագրել գիրքը, որովհետև բնականաբար երիտասարդ հեղինակը հասկանալի է, որ մեծ փորձ չունի եւ ծանոթ չի ոլորտին հրատարակչական։ Եվ այս ամբողջ process-ը շապիկի ձևավորում, խմբագրում, սրբագրում մենք անում ենք, հեղինակի հետ հանդիպում ենք, զրուցում ենք, որպեսզի այդ ամբողջ process-ին քիչ-քիչ ծանոթանա, եթե ուզի շարունակել գրական իր գործունեությունը։ Այդ առումով այո, շատ հետաքրքիր փորձ է մեզ համար էլ, հետաքրքիր գրքեր կարդալ, հետաքրքիր հեղինակների բացահայտել, ինչպես օրինակ Դավիթի դեպքում, որ գուցե եթե չդիմեր, ոչ մեկ չէր իմանա, որ ռազմական բժիշկը կարող է նաև շատ հետաքրքիր ռազմական բժիշկը նաև գրող է։ Այո, գրող է։ Գրող ռազմական բժիշկ։ Դավիթ հետաքրքիր է այդ աշխատանքային փուլը ինչպես ընթացավ, որովհետև սա էլ փաստենք մի կարևոր հանգամանք, որ շատերն են ասում, դե հայերենը բարդ լեզու է, խոսակցական չի, դժվար ընկալելի է, բայց արի ու տես, որ լավ էլ ընկալելի է, լավ էլ խոսակցական է, լավ էլ կարդալու է, կախված է թե գրիչը ինչպիսին պիտի լինի, ու այստեղ կարող ենք ասել, որ փայլուն խմբագիրների շնորհիվ նաև ունենք հետաքրքիր ձեռագիր, որը եւ գրագետ է, եւ գրական է, եւ ընկալելի է, պարզ է, բայց ոչ պարզունակ։ Այո։ Խնդրեմ։ Աշխատանքային փուլը իրականում անցավ բավական երկար տևեց, ու տեքստը մի քանի անգամ ինքնուրույն եմ փոփոխել, հետո խմբագրության ընթացքում նույնպես հղկվել է, բերել այն տեսքին, որով ավելի ներկայանալի պիտի լիներ։ Մտորումները երկար են եղել, քննարկումներ եղել են, բայց ոչ շատ խորը մասնագիտական ուղղվածության, էլի եղել են ընկերներիս հետ հիմնականում, այո, ընկերների հետ, եւ բժիշկ եւ գրականագետ ընկերների հետ, հատուկենտ մարդկանց եմ ցույց տվել տեքստը, ոչ ամբողջությամբ հատվածներ միայն, կողքից կարծիքներ լսելու նպատակով, ու այդ կարծիքների հիման վրա երբեմն փոփոխություններ արել եմ, երբեմն ոչ։ Ինչպես արձագանքեցին գոլեգաները ձեր, երբ իմացան, որ գրական գործունեությամբ զարմացան, մեծամասնությունը զարմացան, որովհետև շատ քիչ մարդիկ գիտեին, որ փորձում եմ գրել։ Հուսով եմ բոլորը փետրվարի 7-ին մեկ մարդու պես կլինեն շնորհանդեսի բժշկական աշխարհի ներկայացում։ Այո, բոլորին հրավիրում եմ սիրով։ Էլ ինչ նորությունների սպասենք 2026-ի Newmec-ից։ Կան արդեն նախագծեր։ Մեր գլխավոր նորությունը 2026-ի, կարծում եմ շատ մեր ընթերցողների շատերը արդեն գիտեն, մեր ընթերցողների համախոհների համայնքն էր ակումբը Signature Club-ը։ Մենք այս ակումբի հետ միասին փետրվարին կլինի առաջին վարպետության դասը, կլինի նաև առաջին գրական քննարկումը, որը շատ հետաքրքիր ձևաչափով կլինի եւ fiction եւ non-fiction գրքերը։ Մենք արդեն մեր ակումբի անդամները 100 հոգին ընտրել են գրքերը, որոնք ուզում են քննարկել, կարդում են այս պահին եւ սպասվում է քննարկումը։ Իսկ 26-ին շարունակելու ենք, մայիսին կլինի մանկական փառատոնը, հունիսին կլինի ամառային փառատոնը, աշնանը կլինի ֆրանսիական գրքի ու արվեստի փառատոնը։ Այո, ամեն մեկին մեկ փառատոն, մարտին նաև սպասվում է գոնկուր հայկական գրական մրցույթի ամփոփում, այսինքն ուսանողները կկարդան գոնկուրյան 7 գրքերը եւ կընտրեն այն գիրքը, որը Հայաստանն է ներկայացնելու գոնկուր ակադեմիային։ Մի խոսքով բուրըն գրական տարի է։ Գրական տարի է սպասվում եւ իհարկե մեր ռադիոլսողներին հայտնենք, որ քիչ անց մեր հարցազրույցից հետո մենք խաղարկելու ենք գրքեր Newmec-ից։ Newmec-ը դատարկած չի եկել։ Մենք որոշեցինք
փորձեցինք մեր վերջին հրատարակությունները երկու ընթերցողներին նվիրել, ռադիոլսողներին, Ադամ Գրանտի ինքնատիպները եւ մյուս գիրքը, որոնք իրականում թաքնված ներուժը, իրականում մոտ թեմաներ են արծարծում, բայց շատ հետաքրքիր տարբեր երկու գրքեր են, ձեռնարկներ են հատկապես երիտասարդների, դեռահասների, ծնողների, մանկավարժների համար, դասախոսների, դասատուների, բոլորի համար, ինչպես գտնել երիտասարդ սերնդի, երիտասարդների թաքնված ներուժը, ինքնատիպությունը, որը նրանց հաջողության է բերելու, որովհետև Ադամ Գրանտը ամենաերիտասարդ ամերիկացի պրոֆեսորն է, տարվա կեսը նա տարբեր ուսումնասիրություններ է անում, բացահայտումներ եւ այդ մասին գրում է իր գրքերում, նա իր եւ տարբեր մարդկանց օրինակով, նաեւ իրական գիտական հետազոտությունների օրինակներով, փաստերով ցույց է տալիս, ինչպես բացահայտել այդ ինքնատիպությունը, որը մեզ հաջողության է տանելու։ Հրաշալի թեմա է, որովհետեւ շատ-շատերը այդպես էլ մնում են չբացահայտված։ Իհարկե, հենց այդ մասին է գիրքը։ Եվս մեկ անգամ հրավիր ենք ռադիոլսողներին փետրվարի 7-ին Divine Music Hall Նյումեգի ձմեռային փառատոնին, մուտք ազատ է։ Այո, մուտքն ազատ է։ Կեսօրից մինչև ուշ երեկո, համերգ, հետաքրքիր պարային շոու, կտավներ, գրքեր եւ զեղչով գրքեր, ամենակարևորը։ Այո, ստորագրությամբ, մակագրությամբ եւս եթե հեղինակ է ընտեղ է լինում, կարողանում եք բռնացնել։ Մի խոսքով հրաշալի գրքային տոն եւ այսօր չասեք թե գիրք չեն սիրում կարդալ, լավ էլ կարդում ենք։ Այս փառատոները եւ նմանատիպ հրատարակչական աժիոտաժը, հա, ակտիվ գործունեությունը փաստում են հենց դրա մասին։ Շնորհակալ ենք, շնորհակալ շատ։ Հաջող գրական տարի ենք մաղթում ձեզ։ Եվ մաղթում ենք հաջորդ տարի նոր գրքերով գաք։ Շնորհակալ։ Չդադարեք։ Դες դուք մի փոխեք ալիքը, քիչ անց Վիկտորինը հաղարկելու են գրքեր Նյումեգից։ Երանի վերևի սունգար Արևը ամպերից տունգար Ու մաքրեր քաղաքնին նոր սերգար Երանի սարերից հով գար Ու անուշ կամու հետ զով գար Սեր ապրեր քաղաքն ու իմ տունը նոր գարուն գար Երևան վեր Ամեն օր բոլորին դու բերսեր Լծու փողոցներդ երկու խաղով Ամենագեղեցիկ ծիծաղով Երևան վեր Ամեն օր ամենին դու դուրսեր Լծու քո բակերը երկու խաղով Արևոտ գեղեցիկ ծիծաղով Երանի ամպերի զունգար Ամեն հայոտարից տունգար Ու լծվեր քաղաքնին նորման կանչիչով Երանի խաղաղություն գար Հայ ծաղկեր փունջ տար Ու ապրեր քաղաքնին նոր սիրո կանչով
Սուրճ ու սեր առավոտից։ 10:41 րոպե, մեր սուրճի բաժակը դեռ այսպես լեցուն է եւ մենք շարունակում ենք մեր ընթացքը հանրայինի ուղիղ եթերում։ Այո, հիշեցնենք հարգելի ռադիոլսողներ, որ դուք հնարավորություն ունեք այսօր շահելու Նյումեգի հրատարակչության մեկ գիրք, այնպես որ պետք է զանգահարեք 553702 ուղիղ եթերի մեր հեռախոսահամարով եւ իհարկե կկարողանաք ճիշտ պատասխանների դեպքում ունենալ այդ գիրքը։ Բայց ասենք որ չվախենան, որովհետեւ առաջարկելու ենք պատասխանի հուշող տարբերակներ եւ դուք ընտրելու եք մեկ տարբերակ։ Այստեղ թեմատիկ շեղում չանենք եւ on-line հարթակում մեր ռադիոլսողներից Աշոտ Հովանեսյանն է գրում բարև բոլորին, ողջույններս հյուրերին, իմ աղջիկը շատ գրքասեր է եւ նախորդ տարի Կորիս մրցանակաբաշխությունում ընթերցանության գծով զբաղեցրել է 3-րդ տեղը։ Ահա հրավիրատոմսով չի ասում, եթե հնարավոր է հրավիրատոմս նվիրեք, հարգելի Աշոտ, մուտքն ազատ է, դուք կարող եք գնալ, հիշեցնենք փետրվարի 7-ին Dwin Music Hall, կեսօրից սկսած, ձեր աղջկան վերցնում եք ու գնում եք այնտեղ, բաց է, մուտքն ազատ է, դուք այստեղ Սուսաննա Սարգսյանն է բոլորիս ողջունում, Արթուր Սուքիասյանն է ողջունում, բարի լույս Տիգրան եւ Լուսինե ջան, Վարդուշ Մաթևոսյանն է ասում բարի լույս Հայ ու Հայաստան, օրը բոլորիս բարին բերի, խաղաղ եւ անփորձանկոր, հայրենիքի սահմանները ամուր պահող մեր տղաներին, հաճելի է օրը նորից սկսել սիրելի հաղորդավարների ներկայությամբ, գեղեցիկ խոսքով ու հաճելի ժպիտներով, ասում է ձյուն է տեղում, բայց ցանկանում եմ, որ բոլորիդ հոգիներում ու սրտերում լինի միայն արև ու ջերմություն, Էդիկ Բաբուջյանն էլ Գյումրիից ջերմ ողջույններ է ուղարկում, մենք ջերմանում ենք եւ մեզ համար հատկապես հաճելի է, երբ դուք գրառումներ եք անում եւ երբ մենք ասում ենք մի անգամից Արդեն ունենք զանգ փաստորեն։ Ողջունենք ռադիոլսողին, բարի լույս։ Ես էլ պատրաստում եմ հրապարակել հեռախոսահամարը։ Ալո։ Բարի լույս։ Լավ ենք, շնորհակալություն, դուք ինչպես եք։ Շնորհակալություն։ Ներկայացեք։ Ձեր մշտական ու կնդիր Հայկանուշ։ Շատ հաճելի է Հայկանուշ։ Պատրաստ եք Հայկանուշ։ Այո։ Ահա, դե ինչ, սկսենք։ Սկսենք։ Այո։ Ինչ է նշանակում, երբ ասում ենք դասական գիրք։ Շատ հին ու փոշոտ, բոլորը ձևացնում են, որ կարդացել են, ժամանակի չի հնացրել բովանդակությունը, որ տարբերակն եք ընտրում այս 3 տարբերակներից։ Նորից կարդամ։ Ինչ է նշանակում, երբ ասում ենք դասական գիրք։ Պատասխանը առաջին տարբերակ։ Ա տարբերակը շատ հին ու փոշոտ, երկրորդը բոլորը ձևացնում են, թե իբր կարդացել են, եւ երրորդը ժամանակը չի հնացրել բովանդակությունը։ Երրորդ տարբերակ։ Այո, ճիշտ պատասխան։ Հիմա հաջորդ հարցը, քանի հարցի պարագայում ենք համարում, երկուսը որ պատասխանեն, այո, ինչպես է կոչվում ժանրը, որտեղ ամեն ինչ ավարտվում է, բայց դու դեռ մտածում ես։ Առաջին տարբերակ դետեկտիվ, երկրորդ տարբերակ փիլիսոփայական արձակ եւ երրորդ տարբերակ կարճ պատմվածք։ Նորից կարդամ հարցը։ Այո։ Ինչպես է կոչվում ժանրը, որտեղ ամեն ինչ ավարտվում է, բայց դու դեռ մտածում ես։ Դետեկտիվ, փիլիսոփայական արձակ թե կարճ պատմվածք։ Ըստ է դետեկտիվ։ Ցավոք սխալ պատասխան։ Երկրորդ։ Այո, երկրորդը պիտի լիներ փիլիսոփայական արձակ։ Երրորդ հարցի հնարավորությունը տանք։ Փորձենք եւս մեկ անգամ։ Ահա, այս ինչ ես անում Տիգրան ջան։ Որն է ամենաճիշտ արտահայտությունը գրքասերի համար։ Մի գլուխել ու վերջ։ Գիրքը միշտ ժամանակին է գալիս, ես գիրք չեմ կարդում։ 3 տարբերակներից որն եք ընտրում, հարցը նորից եմ ընթերցում։ Որն է ամենաճիշտ արտահայտությունը գրքասերի համար։ Առաջի տարբերակ՝ մի գլուխել ու վերջ։ Երկրորդ տարբերակ՝ գիրքը միշտ ժամանակին է գալիս եւ երրորդը ես գիրք չեմ կարդում։ Ճիշտ ասած երկու տարբերակի մեջ եմ կասկածում։ Առաջինի եւ երկրորդի։ Այո։ Ահա, նորից եմ ասում, մի գլուխել ու վերջ, բայց երկրորդ տարբերակը գիրքը միշտ ժամանակին է գալիս։ Իմ ինտոնացիայից պիտի արդեն կռահեիք։ Դե, մի փոքրել։ Երկրորդը։ Այո, ճիշտ պատասխան։ Մենք ձեզ շնորհավորում ենք։ Մի անջատեք հեռախոսը Հայկանուշ, մեր շատ սիրելի Լուսինե Նորեկյանը մանրամասներ կներկայացնի եւ կասի թե ինչպես ձեռք բերեք գիրքը։ Շնորհավորում ենք ձեզ։ Շատ շնորհակալություն։ Խնդրեմ։
Տիգրան ջան, ինչու ես Այո, մենք ծափարում ենք մեր ռադիոլսողին բնականաբար։ Ծափահարեցինք ռադիոլսողին, շատ լավ է, որ մի անգամից ես սիրում եմ, որ ռադիոլսողները ճիշտ են պատասխանում։ Դե փորձում ենք անել այնպես, որպեսզի ճիշտ պատասխանեն։ Այո։ Դե իսկ քիչ անց մենք կհասկանանք, թե ինչ հյուրանոց են ուզում բացել լուսնի վրա։ Որտեղ։ Լուսնի վրա։ Դե լավ էլի։ Բա։ Ինչ ես ասում։ I think I see the problem. It's only gonna get worse. I need night medication. Just show me where it hurts. I need to rock you, baby, before your body bursts. Let me work it out. Let me work it out. Oh, yeah. Let little mama work you out. Hold on. You wanna work it out? Work it out. Yeah. You're my lover. I show you sympathy. Take your sugar and pour it into me. Let's let bygones be bygones and throw it on away. You're my lover. I wanna hear you say, I feel like working it out. Yeah, is that something you wanna do? Yeah, I feel like working it out. Baby, if you want me to, I could be a doctor and I could be a nurse. I think I see the problem. It's only gonna get worse. I'm midnight medication. Just show me where it hurts. I need to rock you, baby, before your body bursts. Let me work it out. Let me work it out. Oh, yeah. Let little mama work you out. You wanna work it out? Yeah. Are you on the fence? Still playing on the side? Are you on the fence? Don't waste my damn time. Are you on the fence? I'll slip but I won't slide. Don't gotta be forever, just together for the night. I feel like working it out. Is that something you wanna do? Yeah, I feel like working it out. Baby, if you want me to, I could be a doctor and I could be a nurse. I think I see the problem. It's only gonna get worse. I'm midnight medication. Just show me where it hurts. I need to rock you, baby, before your body bursts. Let me work it out. Let me work it out. Let little mama work you out. You wanna work it out? You wanna work it out? Սուրճ ու սեր առավոտից։ 10:49 րոպե դուք շարունակում եք լսել հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Եվ շարունակում ենք միստիկ թեմաներին Այո, ինչու ոչ, ինչու ոչ։ Ստացվեց մեր հետ։ Դե կապրենք կտեսնենք, ինչպես ասում են, Սիլիկոնյան հովտի ստարտափը վերանայում է արձակուրդների սահմանները, առաջարկելով լուսնի վրա նախատեսված հյուրանոցի ամրագրումներ, որոնց գները տատանվում են $250,000-ից մինչև $1 միլիոն մեկ հյուրի համար, մեկ մարդու համար։ Մեկ հարց է հետաքրքրում, լուսին ոնց ենք հասնելու։ Հիմա հասկանանք, նախատեսվում է մինչև 2032 թվականը լուսնի մակերեսին կառուցել մշտական հյուրանոց, իսկ փորձարկումները եւ նախնական շինարարությունը նախատեսված են 2029 թվականին։ Ինչ տարօրինակ է։ Այո, առաջին լուսնային բնակավայրերը կլինեն Փչովի, կարող են տեղավորել մինչև 4, այո, մինչև 4 հյուր բազմօրյա մնալու համար։ Այցելուները կկարողանան վայելել լուսնային զբոսանքներ, մակերևույթի վրա մեքենա վարել եւ գոլֆ խաղալ, իսկ առաջին հյուրանոցը նախատեսված է 10 տարի ծառայելու համար ըստ ընկերության։ Գոլֆ, նույնիսկ ասում եմ գոլֆ կարող խաղալ լուսնի վրա։ Ոնց էլի, լուրջ է։ Դե հիմա նախատեսում։ Բանը միլիարդատերերի բունկերները ավարտեցինք, կառուցեցինք, հիմա անցել ենք լուսնի վրա հյուրանոցներ կառուցելուն։ Մի տեսակ
սերիալի է։ Ապագայում կառույցները կամրապնդվեն լուսնային նյութերով եւ կկարողանան տեղավորել միջև 10 հյուր։ Դրանք ի վերջո նախատեսվում է փոխարինել ավելի շքեղ շենքերով, ինչպիսին օրինակ Սան Ֆրանցիսկոյի գեղարվեստի պալատից ոգեշնչված աղյուսե կառույցն։ Իսկ ինձ մի ուրիշ հարց է հետաքրքրում, ես մտածողները չեն հաշվարկել, որքան տարի է պետք լինելու լուսին հասնելու համար եւ ի վերջո այս մարդիկ, որ այսքան գումար են վճարելու 3 օր հանգստանալու համար, իրենց կյանքի տարիներն են կորցնելու, չէ՞ որ ամրագրումները արդեն 2-3 ժամով չի։ Այստեղ լույսի արագությունն ենք հաշվի առնում, մի խոսքով շատ բաներ ենք հաշվի առնում տարիներ։ Նաև հաշվի են առել մեր գրպանի պարունակությունը։ Հյուրանոցը չի լինի միայն հարուստ զբոսաշրջիկների համար, ասեմ քեզ։ Բա։ Այն ներկայացվում է որպես քայլ դեպի մարդկության ապագան երկրից այն կողմ, արտացոլելով տեխնոլոգիական շրջանակներում աճող համոզմունքը, որ քաղաքակրթության ապագան ներառում է տիեզերական ուղղություններ։ Հա, այդ ոչ հարուստներն էլ գնալու են այնտեղ աշխատեն։ Դե հիմա դա խոսք չկա, բայց ինչ որ մեկը պետք է սպասարկի այդ հյուրանոցը, չի բնականաբար նաև կաշխատի։ Այո։ Ռոբոտները կսպասարկեն, իսկ ինչու ոչ։ Ընկերությունը նաև նշում է իր ամրագրման կայքում վերջնական արժեքը դեռ որոշված չէ, բայց հավանաբար կգերազանցի $10 միլիոն։ Դիմորդները պարտավոր կլինեն վճարել $1000 չվերադարձվող վճար եւ անցնել անձնագրի ստուգում, ներառյալ բժշկական եւ ֆինանսական փաստաթղթերը։ Նախատեսում է նաեւ ընկերությունը այս տարի վերանել դիմումները։ Չգիտեմ, մի տեսակ շատ անհավանական լուր կարդացիր։ Հիշեցնենք, որ այս ամենը իհարկե սիլիկոնյան հովտի ստարտափին է վերաբերվում։ Սա ստարտափ է, հարց է, այն կիրագործվի թե ոչ։ Եվ այդ շինարարությունը ուզում են սկսել արդեն նախնական 2029 թվականից։ Հիշեցնենք եւս մեկ անգամ։ Դե ինչ կապրենք կտեսնենք ինչպես ասում են։ Դե տարիներ պետք չեն դեպի լուսին հասնելու համար, օրեր են պետք, բայց այդուհանդերձ։ Չգիտեմ ինչ ասեմ։ Մենք լուսին դեռ չենք գնում, մենք շարունակում ենք աշխատել ձեզ համար։ Մի կարևոր հանգամանք էլ, որքան էլ ցանկություն ունենաս լուսին հասնելու համար եւ գուցե դա տևի 72 ժամ կամ 3 օր, բայց այդուհանդերձ ֆիքսենք մի կարևոր բան, որ տիեզերք թռնելու համար ամեն մեկին հնարավոր չէ ունես գումարներ, բայց չունես առողջություն, ճնշում եւ այլն։ Ընդունում են բժշկական հայտեր նաեւ առողջապահական։ Չգիտեմ, ուր թռանք։ Սա է իմ լուսինը, լուսինն էլ կողքդ նստած է, վերջ։ Լուսինը այստեղ դուր ես գնում, հարց ունեմ, լուրջ եմ հարցնում։ Այսպիսի երազող ֆուտուրիստական ավարտով։ Մի լուսինը այնտեղ նստած է ապակուցային կողմ։ Մի լուսինը այստեղ կողքդ նստած է, դու ուր թռնես լուսին, լուսիններով շրջապատված ես։ Եվ այդպիսի գումարներ վճարենք։ Հա, էլի։ Դու ես չես վճարում, որ մենք քեզ հետ ետենք։ Հաջողորեն ենք մարդուն բոլորին, մի դադար է գերազել երբեք եւ երբեք մի ասեք երբեք, մի քիչ աբրակադաբրա ստացվեց։ Չէ, շատ լավն էր, երբեք պետք չի ասել երբեք ու շարունակեք գերազել, ինչու ոչ, նաեւ այլ աշխարհների թեմատիկ գրքերը կարդացեք, որովհետեւ դրանք զարգացնում են ու ինչու ոչ ավելի հետաքրքիր են դարձնում մեր կյանքը, մեր մտքերը։ Երկիր մոլորակից, ռադիոտնից ուղիղ եթերում ձեզ համար աշխատեցին Լուսինե Մուրադյանը եւ Տիգրան Հարությունյանը։ Կհանդիպենք վաղ 9:30-ին, լավ օր ձեզ։ Wait till I turn my love on. Wait till I turn my love on. I'm no cheap thrill, I'm a roller coaster ride, baby, jump on. Come on, cause baby, if you can't tell, you're what I wanna love on. This doesn't have to be some sort of mathematical equation. Slip off your jeans, slide in the sheets, screaming yes in quotations. Clock in, baby, get to work. Night shift, but with all the perks. Time stamping when you fall in love. Time can't mess with us. If you think about falling, got you covered like garments. I deserve an applause for keeping you up late till you can't see straight. Just wait till I turn my love on. Wait till I turn my love on. I'm no cheap girl, I'm a roller coaster ride, baby, jump on. Come on, cause baby, if you can't tell, you're what I wanna love on. Wait till I turn my love on. Wait till I turn my love on. You'll get your thrill, just promise you'll be patient with the outcome. Come on, cause baby, if you can't tell, you're what I wanna love on. Why are we conversing over this steak tartare when we could be
rather than here making out in the back of a car or in the back of a bar. Or we can make a memoir, yeah, on the back wall of the last stall in the bathroom at the bazaar. If you think about falling, got you covered like garments. I deserve an applause for keeping you up late till you can't see straight. Just wait till